Պատկերացնում եք այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում կանայք դեռ նոր էին սկսում ընտրելու իրավունք ստանալ, Հայաստանում կանայք արդեն ոչ միայն մասնակցում էին ընտրություններին, այլ նաև ընտրվում էին որպես падգամավորներ։ 1918 թվականին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, նորաստեղծ պետությունը կանգնած էր ծանր պատերազմների, գաղթականների հոսքի, սովի ու պետական համակարգ ստեղծելու խնդիրների առաջ։ Այդ շրջանում հայկական հասարակական ու քաղաքական կյանքում կանայք արդեն բավականին ակտիվ դեր ունեին, հատկապես կրթության, բարեգործության, մամուլի եւ ազգային ազատագրական շարժումների շրջանակներում։ Հայ կանանց քաղաքական ակտիվությունը մեծացավ հատկապես 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, երբ ձևավորվեցին ազգային կուսակցությունները, զարգացավ մամուլը եւ կանայք սկսեցին ներգրավվել հասարակական տարբեր կազմակերպություններում։ Այս ամենի արդյունքում Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ տարածաշրջանի այն եզակի պետություններից մեկը, որտեղ կանայք ստացան ոչ միայն ընտրելու, այլ նաև ընտրվելու իրավունք։ 1919 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի խորհրդարանում ընտրվեցին 3 կին падգամավորներ՝ Կատարինե Զարյան-Մանուկյանը, Վերջուհի Պարտիզանյան Բարսեղյանը եւ Վարվարա Ռոտիկյանը։ Նրանք ներկայացնում էին հիմնականում սոցիալական, կրթական եւ հասարակական խնդիրներ, զբաղվում էին որբերի, գաղթականների, կանանց եւ կրթության հարցերով։ Հայ կանանց քաղաքական ներգրավվածությունը պայմանավորված էր ոչ միայն ժողովրդավարական գաղափարներով, այլ նաև այն ուղղությամբ, որ պատերազմի եւ ցեղասպանության տարիներին հայուհիները մեծ պատասխանատվություն էին ստանձնել հասարակության պահպանման եւ կազմակերպման գործում։ Այդ պատճառով նրանց մասնակցությունը պետական կյանքին ընկալվում էր որպես բնական եւ անհրաժեշտ քայլ նորաստեղծ հանրապետության համար։ Այսպիսով ամեն անգամ, երբ կլսեք կամ ձեր ներկայությամբ կտեսնեք կին падգամավորների հասցեին անհարգալից արտահայտություն, անպայման հակադարձեք ու բացատրեք, թե որքան կարևոր դեր են կատարում կանայք հայտնվելով խորհրդարանում եւ իհարկե անպայման հետևեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։